Նախագահական պալատում պարգևադրվեցին ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցած վրացի մարզիկները, ևս մեկ անգամ նշվեց, որ Վրաստանը առաջին անգամ Իսպանիայում նվաճեց ձմեռային սպորտաձևի օլիմպիական մեդալներ։ Վարչապետը խոսեց սպորտի խթանման մասին, ինչպես նաև պատասխանեց լրատվամիջոցների հարցերին պետական անվտանգության ծառայության կողմից սկսված հետաքննության վերաբերյալ։ Համաշխարհային շուկայում նավթի գինը աճում է, ներկայությամբ կազմում է $118։ Սա վերջին 4 տարիների ռեկորդային ցուցանիշն է։ BBC-ի տվյալներով Իրանում սկսված պատերազմից ի վեր Հուրմուզի նեղուցով բեռնափոխադրումների խափանման պատճառով աճում է նավթի գինը։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն Brent տեսակի նավթի գինը աճել է գրեթե 24%-ով։ Աշխարհի նավթի մատակարարման մոտ 1/5-ը տեղափոխվում է Հուրմուզի նեղուցով։ Հակամարտության սկսվելուց հետո Իրանը փակեց նեղուցը, ինչը հանգեցրեց գնաճի։ Իսրայելը լայնածավալ հարվածների նոր ալիք է սկսել Իրանի դեմ։ Իսրայելի պաշտպանության ուժերի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի մայրաքաղաքում եւ երկրի այլ շրջաններում իրանական ռեժիմին առնչող ենթակառուցվածքների վրա լայնածավալ ավիահարվածներ են իրականացվում։ Մինչ այդ Իսրայելը վերջին մեկ շաբաթվա ընթացքում Իրանի դեմ մոտ 3400 հարված է հասցրել։ Լիբանանի հարավային Սիդոն քաղաքում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարի վրա պայթյուններ է սկսվել։ BBC-ի տվյալներով Իսրայելը տեղական ժամանակով ժամը 16:30-ին այս հատվածում 2 նոր հարված է հասցրել։ Վիրավորվել է մի քանի քաղաքացիական անձ եւ լիբանանյան բանակի զինվոր։ Լիբանանի սոցիալական հարցերի նախարարի խոսքով Լիբանանում ներքին տեղահանվածների թիվը արդեն գերազանցել է 500,000-ը։ Ինչպես հայտնի է, Իսրայելը կոչ է արել Լիբանանի հարավային մասում բնակվող բնակչությանը լքել իրենց տները։ Իրանում Այաթոլլա Ալի Խամենեի որդին Մոջթաբան ընտրվել է որպես նոր իրավահաջորդ, հաղորդում է միջազգային լրատվամիջոցները հղում անելով իրանական պետական լրատվամիջոցներին։ 56-ամյա Մոջթաբա Խամենին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրվել փորձագետների ժողովի անդամների կողմից, սակայն մինչև նրա պաշտոնավարումը երկիրը կկառավարի 3 անդամից բաղկացած խորհուրդը։ Դրանք անդամներն են Իրանի նախագահը, դատական համակարգի ղեկավարը եւ կամավորական կիսառազմական խմբի ղեկավարը։ Դոնալդ Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեի որպես Իրանի գերագույն առաջնորդ նշանակվելուց։ ԱՄՆ-ի նախագահը Fox News-ին տված հարցազրույցում պատասխանել է հետևյալ հարցին. Ինչ վերաբերում է պատերազմի ավարտին, ապա ղեկավարը նշել է, որ որոշումը կլինի երկկողմանի եւ կկայացվի Իսրայելի վարչապետի հետ միասին։ ԱՄՆ-ի նախագահը Times of Israel-ին ասել է, որ Իրանը պլանավորում է ոչնչացնել Իսրայելը եւ նա եւ Բենյամին Նեթանյահուն այն բացահայտել են, երբ հարցին, թե արդյոք Իսրայելը կարող է շարունակել պատերազմը Իրանի դեմ, եթե ԱՄՆ-ն որոշի դադարեցնել հարձակումները, Թրամփը հրաժարվեց քննարկել այս հնարավորությունը, նշելով, որ դրա անհրաժեշտությունը չի լինի։ Վաղ ԱՄՆ-ի նախագահի 2 ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշնիրը կժամանեն Իսրայել։ Այցը պլանավորվել էր Իսրայելի եւ ԱՄՆ-ի միջև տարաձայնությունների ֆոնին, քանի որ դաշնակիցները տարբեր դիրքորոշումներ ունեն Իսրայելի կողմից իրանական նավթային օբյեկտների վրա հարվածների վերաբերյալ։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Իսրայելը նախապես տեղեկացրել է Վաշինգտոնին նավթային ենթակառուցվածքներին հարվածելու ծրագրի մասին, բայց չի նշել, որ հարվածները այդքան մեծ մասշտաբի կլինեն։ Նոյեմբերի 7-ի գործով տեղի ունեցավ Միխեիլ Սահակաշվիլիի եւս մեկ լսումը։ Հարցաքննվել է մեղադրանքի կողմի 2 վկա։ Դատախազության պահանջով նրանք ցուցմունք են տվել դռնփակ դահլիճում։ Դատավարությանը ներկայել Միխեիլ Սահակաշվիլին, ով օգտվել է իր խոսքի իրավունքից։ Նա քաղաքական հայտարարություններ է արել եւ բացասաբար է գնահատել այլ ընդդիմադիր միավորմանը։ Նա խոսել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի մասին եւ նշել, որ Վրաստանը չունի իրեն պաշտպանելու միջոցներ։ Պետությունը Միխեիլ Սահակաշվիլիին մեղադրում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ցուցարարների զանգվածային ճնշմամբ, Իմեդի հեռուստաընկերության ներխուժմամբ եւ Բադրի Պատարկացիշվիլիին պատկանող գույքի հանցավոր բռնագրավման մեջ։ Քաղաքական գործիչները քննադատում են
Պացի կողմից սկսած հետաքննությունը հիմնվելով նրա Իրանի եւ Վրաստանի վերաբերյալ հրապարակային հայտարարությունների վրա։ Ընդդիմությունը պետական անվտանգության ծառայության կողմից սկսած հետաքննությունը որակում է որպես քննադատական կարծիքը ճնշելու եւ քաղաքական հակառակորդներին հետապնդելու փորձ։ Մյուս կողմից վրացական երազանք կուսակցությունը պնդում է, որ հարցաքննված անձանց հրապարակային հայտարարությունների նպատակը պետությանը դիտավորյալ վնաս հասցնելն է։